Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակ թերթը գրում է ամենայն հայոց կաթողիկոսին գանգեց անելու հարցը Փաշինյանի համար իդեաֆիքս է դարձել։ Որոշ տեղեկություններով նա անգամ արտերկրում հավատարմագրված հայ դեսպաններին է հանձնարարականիջեցրել աշխատանք տանել հայ թեմական առաջնորդների հետ, փորձել նրանց ինչ-ինչ շահագրգռությունների դիմաց իշխանության կողմը բերել։ Ժողովուրդ թերթը նշում է, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ստեղծած «Իմ քայլը» հիմնադրամը ավելի շատ աչքի է ընկնում նվիրատուների ցանկով, քան արած գործով եւ աշխատանքով։ Հրապարակ թերթը տեղեկացնում է, Աժն 3 առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայությունը կես տարով կրճատելու մասին պաշտպանության նախարարության առաջարկը, երբ հրատապ ճանաչված նախագիծն ընդունվի եւ ուժի մեջ մտնի հունվարից բանակ զորակոչվող երիտասարդներն արդեն կծառայեն ոչ թե 2 տարի, այլ 1.5։ Ժողովուրդ թերթը նշում է, պետական բյուջեով Աչափնյակ մետրոյի կայարանի կառուցման համար նախատեսված $25 միլիոն կարծես գրեթե ոչինչ չի մնում, մինչդեռ կայարանի բացումը դեռ շատ հեռու է իրականությունից։ Հրապարակ թերթը գրում է, ազգային agrարային համալսարանը 2021-ից գույքահարկի գծով պարտավորություն է կուտակել, որը կազմում է ավելի քան 600 միլիոն դրամ։ Ժողովուրդ թերթը նկատում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն իր պլանի իրագործման վերջին փուլին է մոտենում։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Արշակ Սրբազանի կալանավորումից հետո հաջորդ փուլով Փաշինյանն անցնելու է կաթողիկոսի կալանքի հարցին, քանի որ վերջինս չի պատրաստվում զիջման գնալ։ Հրապարակ թերթը գրում է, ասուլիսից ընդամենը 2 օր անց եպիսկոպոսատ ժողովի շեմին ձերբակալեց Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանին եւ դիմեց դատարան կալանքի միջնորդությամբ, որը քննելու է տխրահռչակ դատավոր Մասիս Մելքոնյանը։ Կալանավայրերում արդեն 4 սրբազան է նստած։ Ժողովուրդ թերթը գրում է, ինչ մեքենայի հարց է քննարկվել քննչական կոմիտեում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ 3 Արմնուրեյը հայտնեց, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննության էր հրավիրվել ՀՀ քննչական կոմիտե Բագրատ arczepiskopos Գալստանյանի գործով հարցաքննվելու նպատակով։